Վարչական շրջաններ կատարած աշխատանքային շրջայցերի շրջանակում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը ծանոթացել էին նաև Նոր-Նորքի երկրորդ զանգվածի բակային տարածքում քաղաքապետարանի ծրագրով իրականացվող բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Շինարարները խոստացել էին, որ գործընթացը կավարտեն սահմանված ժամկետում։ Հարմարավետ ու բարեկարգ բակի բացումն իրեն սպասեցնել չտվեց։ Եվ օգոստոսի 5-ին տասնյակ տարիներ անխնամ ու անբարեկարգ վիճակում գտնվելուց հետո Նոր-Նորքի երկրորդ զանգվածում բնակիչների առջև իր դռները բացեց բարեկարգված ու խաղահրապարակներով կահավորված հերթական բակը։ Օրը տոնական էր, ոգևորությունը մեծ, բակը լի էր բազմաթիվ երեխաներով, բնակիչներն իրենց առաջին տպավորությունը կիսեցին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի հետ։ Կանսաման գոհ ու շնորհակալ եմ ձեր կատարած աշխատանքից։ Այսքան մեծ աշխատանքը չգնահատել, որ հոգ եք տալու մեր փոքր երեխաների համար։ Կառուցել ենք, վերականգնել ենք, հանձնում ենք բնակչությանը, բայց պետք է մենք անպայման միշտ երեխաները դուրս են գալի հետևում ենք։ Տարոն Մարգարյանը շրջեց բակում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, զրուցեց բնակիչների հետ։ Ուրախ ենք այնքանով, որ մեր երեխաները ժպտում են, ամենակարևորը դա է, որ սենց միջոցառումներ, սենց հանդիպումներ հաճախակի լինի։ Երեխաները խաղալու տեղ չկար, տնակներ էին, ավտոտնակներ էին, խանգարում էին, իսկ հիմա երեկոյան գալիս ենք, շատ հաճելի է, մենք էլ ենք նստում, երեխաներն են խաղում, ուրախանում են, թող հաճախակի կրկնվեն եւ բոլոր բակերում նման միջոցառումները լինեն։ Երեխա թոռ ունեմ, երեքն էլ շատ լավ խաղում են, հեծանիվ են քշում, լավ է։ Փոքրիկ երևանցիներն այստեղ արդեն ունեն բազմատեսակ մանկական խաղեր, բակում անհրաժեշտ պայմաններն ապահովված են նաև փոքրիկ ֆուտբոլասերների համար։ Առաջ խաղալու տեղ չունեինք, հիմա շատ ուրախ ենք։ Մեր բակը ես շատ էի եւ այն շատ հարմար է։ Արդեն խաղալու տեղ ունենք, սայլու տեղեր ունենք։ Երևանցիներն իրենց առօրյա հանգիստը պետք է անցկացնեն իրենց իսկ բակերում։ Երևանի քաղաքապետարանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական է, բարեկարգ հերթական բակի բացումը սպասված ու սպասելի։